Իռլանդիայում քաոս է։ Գիշերը մոտ 2000 դուբլինցի է դուրս եկել մայրաքաղաքի փողոցներ հակամիգրացիոն ցույցի։ Միգրանտներին ժամանակավոր ապաստարան City West հյուրանոցի տարածքում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ աղյուսներ, ապակե շշեր եւ հրավառ պայթուցիկներ են նետել։ Ամբողջ ոստիկանական մեքենա է այրել, 6 մարդ ձերբակալված է։ Միգրանտների գործած հանցագործություններն են հունից հանել իռլանդացիներին։ Կատաղի ցույցերից առաջ Իռլանդիայի կառավարությունից ապաստան խնդրող մի 26-ամյա տղամարդ մեղադրվեց 10-ամյա աղջկա բռնաբարության համար։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը ռումինացի է։ Ըստ տեղեկությունների, 10-ամյա աղջիկը պետության խնամքի տակ է։ Բռնաբարության լուրից բարկացած իռլանդացիները շրջապատել են ապաստան հայցողների համար նախատեսված հյուրանոցը, փորձելով ներխուժել շենք եւ հաշվեհարդար տեսնել միգրանտների հետ։ Ավելի քան 300 հոգանոց ոստիկանական պատը թույլ չի տվել ցուցարարներին հյուրանոց մտնել։ Ջրցան մեքենաներ, շների ջոկատներ են տեղակայվել։ Իռլանդիայի արտարադատության նախարարը գիշերվա գործողություններն անվանել է գողական հարձակում։ Մեղադրել ցուցարարներին հասարակությունում ատելություն սերմանելու եւ ցույցը զինված հանցագործության վերածելու համար։ Նա զգուշացրել է, որ բոլոր մասնակիցները կանգնելու են օրենքի առաջ։ Անկարգություններին արձագանքել է նաեւ Իռլանդիայի վարչապետը։ Նա տեղի ունեցածն անվանել է նողկալի բռնություն։ Վերջին տարիներին ներգաղթյալների փախստականների դեմ ցույցերը Իռլանդիայում ու եվրոպական շատ երկրներում դարձել են սովորական։ Մարդիկ մեղադրում են իրենց երկրների կառավարություններին ներգաղթյալների պատճառով հանցագործությունների ու բնակարանների գների թռիչքային աճի համար։ Դուբլինի կենտրոնում նման զանգվածային անկարգություններ վերջին անգամ 2023 թվականի նոյեմբերին են եղել, երբ մի ներգաղթյալ դպրոցի դիմաց 3 երեխայի էր դանակահարել։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։